Սրվում է Պակիստանը-հնդկական ճգնաժամը, Իսլամաբադը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է խնդրել Հնդկաստանի հետ լարվածության աճի պատճառով։ Այս ընթացքում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին մեկնել է Պակիստան, ղեկավարության հետ հանդիպելու, իրավիճակին առնչվող հարցեր կքննարկվեն։ Մենք կողմ ենք Հնդկաստանի եւ Պակիստանի միջև լարվածության նվազեցմանը, սերտ խորհրդակցություններ կանցկացնենք Պակիստանի իշխանությունների հետ եւ կքննարկենք տարածաշրջանային հարցերը։ Ահաբեկչությունից հետո Հնդկաստանը գրեթե 2 անգամ կրճատել է Իսլամաբադում իր դեսպանության աշխատակիցների թիվը։ Անցանկալի անձ է հայտարարել Հնդկաստանում Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչության ռազմական խորհրդականներին, փակել է Պակիստանի հետ սահմանին գտնվող Աթարի առանցքային անցակետը։ Նաև որոշել են անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին եւ չեղարկել ավելի վաղ տրամադրվածները։ Նյու Դելհին դադարեցրել է ջրի մատակարարումը, սա արդեն մեծ իրադարձություն է, որ պատերազմական ակտ է որակվում։ Մեծ պատերազմ, որ կներգրավի աշխարհի խոշորներին, թե փոքր Բախում որպես վենդետա, ինչ սպասել։ Հնդկաստանը ասում է, որ քանի որ սա ահաբեկչական գործողություն է, մենք պետք է հարվածենք Պակիստանի այն կետերին, որտեղ սկիզբ են առնում եւ որտեղ պահվում են, այսպես ասած, այդ տերորիստները։ Ինքը իրավիճակը իհարկե այնքան սուր չէ, որ տանի շատ մեծ գլոբալ պատերազմի, հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ միջուկային տերություններ են, ամեն դեպքում շատ երկարատև էսկալացիա դժվար թե ակնկալելի լինի։ Երկարատև ոչ, բայց կարճատև բախում կարող է լինել ըստ փորձագետների, հաշվի առնելով նաև հնդկական հռետորաբանությունն ու կոշտ դիրքորոշումը։ Այս դեպքում չեն տուժի Հնդկաստանի հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ համագործակցում է, այդ թվում Հայաստանի։ Փորձագետները նման վտանգ տեսնում են միայն երկարատև ու ծավալուն բախման պարագայում։ Ես չեմ կարծում որևէ ազդեցություն կլինի Կասկադանի կողմից Հայաստանի մատակարարվող զենքի եւ զինամթերքի քանակի կամ արագության վրա։ Բայց իհարկե, եթե լինի ավելի լայնածավալ պատերազմ, որի հավանականությունը հենց հնդկական փորձագետների հետ մեր զրույցներում նույնպես բոլորը փաստում են, որ բավականին փոքր է, այսինքն երկարատև լայնածավալ պատերազմ չի ակնկալվում, ապա այդ ոչ հավանական սցենարի դեպքում, այո, հնարավոր է ինչ-որ ուշացումներ։ Պաշտոնական միջնորդներ չկան, բայց միջուկային զենք ունեցող երկրների բախումը շատ պետությունների ուշադրությունն է սևեռել դեպի այս ճակատ, որովհետև ըստ փորձագետների դրա բռնկումը չի ավարտվի միայն այս երկու պետություններով։ Տիգրան Յուրգենյան, ժամը լրատվական։